Շատ լավ հասկանում ենք, որ սեռական հարաբերությունները հետապնդում են նպատակ հաճույք ստանալու։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև յուրաքանչյուր խանգարող հանգամանք, որը շեղում է մարդու ուշադրությունը, կամ ֆիզիկական խանգարող հանգամանք դա կարող է, կամ հոգեբանական խանգարող հանգամանք, սա վատ է անդրադառնում ընդհանուր առմամբ զույգի սեքսուալ ինտիմ կյանքի վրա։ Ինչի համար ենք մենք խոսում զույգի մասին, որովհետև տղամարդու մոտ սեռական այս կամ այն խնդրի արկայությունը անդրադառնալու է կնոջ սեքսուալ կյանքի վրա, ինչպես նաև կնոջ մոտ սեքսուալ խնդրի արկայությունը անդրադառնալու է տղամարդու վրա վատ իմաստով։ Շատ հաճախ են կանայք գրում հեշտոցից հարաբերության ընթացքում հեշտոցից ինչ որ ձայների շատ հաճախ կանայք հենց այդպես էլ նկարագրում են, ոնց որ գազերի արկայություն լինի։ Ես գիտեմ հիմա ինչ որ հիմար կոմենտներ կարող է լինեն, մեթոդներ նույնիսկ կարող առաջարկվեն բազմահազար հետևորդների կողմից ինչպես ազատվել գազերին, վերադառնալով իրականությանը եկեք հասկանանք ինչ է դա իրենից ներկայացնում։ Հիմնականում կոնքի հատակի հեշտոցի մկանների թուլության հետևանքով է լինում այս ամենը։ Եվ շատ կարևոր է հասկանալը, որ եթե սկսեք մտածել, որ դա ինչ-որ բորբոքային խնդիր է, հորմոնալ խնդիր է, հոգեբանական խնդիր է, ապա պետք է մնալ իրականության սահմանների մեջ։ Հիմնականում նմանատիպ հարցերով իմ տեղեկություններով, որոնք իհարկե հստակ են, զբաղվում են գինեկոլոգները, ովքեր ուղղվածություն ունեն էսթետիկ գինեկոլոգիայի ուղղությամբ։ Տեսեք, ասենք չեմ կարող ասել, գնացեք ձեր հղիությունը վարող բժշկի մոտ, որտեղ ինքը կարող չի զբաղվում էսթետիկ գինեկոլոգիայով, օրինակ։ Դուք կարող եք հետաքրքրվել եւ գտնել մասնագետ, ով զբաղվում է էսթետիկ գինեկոլոգիայով, իրենք կարծում եմ, որ ամենարեալ լուծման տարբերակը կարող են առաջարկել այս հարցին։